Բարև ձեզ, ATV եթերում համաշխարհային հեռուստատեսության իր տեսակի մեջ միակ բանուգործ հաղորդումն է։ Հաղորդում, որը օգնում է մարդկանց աշխատանք գտնել եւ գործի է դնելու բոլոր հնարավոր միջոցները գործազրկության մակարդակը նվազեցնելու համար։ Եթե դուք եք աշխատանք փնտրում, գրանցվեք մեզ մոտ զանգահարելով 060 50 33 17 հեռախոսահամարով։ Առաջարկում ծանոթանալ բանուգործ հաղորդման մեր այսօրվա հերոսի Կարեն Սարգսյանի հետ, դիտելով նրա մասին պատմող տեսանյութը։ Կարեն Սարգսյան, 27 տարեկան, քաղաք Արտաշատ։ Վիրաբույժ դառնալու երազանքը այդպես էլ միայն երազանք մնաց։ Ես սկզբից որոշել էի վիրաբույժ դառնալ, մանկուց երազել եմ, բայց ինչ պատճառներով դա չի ստացվել, որտեղ զգացել եմ, որ դա շատ դժվար է եւ պատասխանատվության հետ է կախված, եւ դրա համար որոշեցի որոշ չափով ծնողների թելադրանքով, որոշ չափով իմ թելադրանքով, ես որոշեցի ուսումնարան գնալ ատոմնատեխնիկական բաժին, որից հետո նպատակ ունեի ավելի բարձրագույն շարունակելու, ստոմատոլոգիայով զբաղվելու։ Գեղեցիկը գնահատող Կարենը որոշեց ատամնաբույժ դառնալ ու մարդկանց գեղեցիկ ժպիտներ պարգևել։ Մեր այսօրվա հերոսը հետաքրքրվում է նաև պատմությամբ ու մշակույթով։ Դպրոցում ես շատ եմ սիրել աշխարհագրություն, պատմություն, շատ եմ հետաքրքրվել մշակույթով։ Ես միշտ երազել եմ մանկուց լինել Իտալիայում, Հռոմում, այցելել պատմամշակութային վայրերը։ Բնավորությամբ շատ հանգիստ եմ, վիրավորվող չեմ, այժմ էլի։ Նախկինում կարող եմ վիրավորվել, բայց այժմ թեկուզ կարող է անգամ իմ ողրեմ թշնամուն ներեմ, քանի որ իմ բնույթն է դա, ընտանիքում այսպես եմ դաստիարակվել։ Ես պունկտուալ եմ ավելի շատ, սիրում եմ ամեն ինչը ժամանակին, նույնիսկ երբ պայմանավորում եմ բան, ավելի ժամանակից շուտ եմ գալիս, որտեղ դա իմ արյան մեջ է։ Կարենը համոզված է, որ լավ աշխատանքը երազանքներն իրական դարձնելու առաջին նախապայմանն է եւ հույս ունի, որ հենց բան ու գործ հաղորդման շրջանակներում կգտնի իր ապագա գործատուին։ Հարգելի հեռուստադիտողներ, Կարեն Սարգսյանի մասնագիտական ունակությունները բացահայտելու համար այսօր մեր տաղավարում են գտնվում ստոմատոլոգ Արամ Ղարիբյանը եւ հոգեբան Իրինա Ծատուրյանը։ Ողջունում եմ ձեզ այստեղ։ Իդեպ Կարենը 15 րոպե առաջ լրացրել է հոգեբանական տեստը, որի արդյունքները դուք հիմա կստանաք։ Կարենը մասնագիտությամբ ստոմատոլոգ է, որքանով հնարավոր է այսօր նորագույն տեխնոլոգիաների դարում բուհական գիտելիքներով աշխատանք գտնել։ Իհարկե ոչ, որովհետև ժամանակ է պետք, որ մասնագիտացումը ձեռք բերի, փորձ ձեռք բերի, մարդկանց հետ շփվելու։ Բայց չէ՞ որ նա բուհում ստանում է համապատասխան գիտելիքներ։ Դա բավարար չէ, պետք է պրակտիկ աշխատի։ Բուհից հետո կա 1 տարի վրա։ Ստոմատոլոգիայում պրակտիկան տեսությունից շատ հեռու է։ Շատ հեռու չէ, բայց պրակտիկան բավական կարևոր է։ Կարենը սովորել է սկզբից պետական հավաստագիր ունեցող բուհում, հետո ավարտել է բժշկական համալսարանը։ Արդյոք հնարավոր է միայն պետական հավաստագիր ունեցող բուհից հետո աշխատանք գտնել Հայաստանում։ Գիտեք ինչպես, աշխատանք երևի կկարողանա գտնել։ Մեր մոտ այսօր մենք ինչ միտում ենք տեսնում, որ մեր երիտասարդները այնուամենայնիվ համբերություն այդքան չունեն, որ թեկուզ բուհը ավարտելուց հետո բավական երկար ժամանակ այ մեր մասնագետը դա կարող է ասել, որ իրանք գնան իբրև ստաժոր սովորեն, այդ հմտությունները հավաքեն, հետո իրենք փորձեն գործ անել, հետո նոր իրենք համարեն պրոֆեսիոնալ, հա, միանգամից ուզում են մանավանդ մասնագիտության մեջ, որը կապված է բժշկության հետ, այնուամենայնիվ պետք է բավական երկար պրակտիկ փորձ հավաքել, որտեղ մի բան տեսական կուրսերը անցնելը, մի բան, երբ որ մարդ պրակտիկորեն է փորձը հավաքում։ Եթե երիտասարդը հմուտ է, ապա ընդունվելուն պես, հա, ատամնաբուժական ֆակուլտետները, նա ունի հնարավորություն, ասենք թե որևէ պոլիկլինիկա գնալու ուղղակի ստաժորի նման, նայի ոնց է ամեն ինչը կատարվում։ Այստեղ դա էլ կա, ոչ թե սպասի, որ իր ինիցիատիվան, հա, նախաձեռնողը ինքը լինի, երբ որ կգա պրակտիկայի ժամանակը դա որ կուրսն է 3-րդ կամ 4-րդ նորնա գնա, այլ միանգամից մտնի մասնագիտության մեջ։ Իսկ հետաքրքիր է որքան ժամանակ է պետք այդ պրակտիկան անցնել։ Կոնկրետ իմ փորձը կարող եմ ասել, որ ես 1, 2, 3, 4 տարի անվճար աշխատել եմ։ Ինքս իմ գրպանից դեղորայքը առել եմ, օգտվել եմ, խնդրել եմ ինչ որոշակի ինստիտուտից հետո
տրված հնարավորությունը Բայց 1 ո՞ր մի տարի գործատուն թույլ կտա անվճար իրենց մոտ զբաղեցնել աթոռ եւ պրակտիկա ձեռք բերել։ կան տոկոսային հարաբերությունով պոլիկլինիկաներ եւ թեկուզ վարձավճարներով, որը ելի պետք է որոշակի ժամանակ դիմադրել, սիրել մասնագիտությունը, ոչ թե միանգամից, որ 1 լավ 2-10 բժիշկներ կան, որոնք շքեղ մեքենաներ ունեն, չգիտեմ, բավականին մեծ գումար են աշխատում, տեսնել, ահա ես էլ եմ ուզում սենց ավտո ունենամ, ես գնամ ստոմատոլոգ դառնամ կամ վիրաբույժ կամ անեստեզիոլոգ, չգիտեմ, տեխնիկ, շատ երիտասարդներ տեսնում են, որ այս տեսակի մասնագիտության տեր մարդիկ շքեղ ինչ-որ մի բան ունեն, ուրեմն լավ գումար են աշխատում, ուրեմն մենք է կարանք, ավարտեցինք, վերջ, կարանք։ Բայց մոռանում են քանի տարեկանում այդ շքեղությունը եկել եւ ինչքան ժամանակ աշխատելուց հետո։ Բոլոր բժիշկները, ստոմատոլոգները ունեն իրենց գաղտնիքները, արդյոք նրանք պատրաստ են կիսվելու պրակտիկանտի հետ այդ գաղտնիքներով, որտեղից նա պետք է ձեռք բերի այդ։ Ընդհանուր եթե չեն կիսվում, դա նույն փորձի ընթացքում, գիտելիքի ընթացքում ես 15 տարվա արդեն փորձ ունեմ ու մինչև հիմա դեռ էլի սովորում եմ։ Ու բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ էլ, եթե սիրում են իրենց գործը, ուզում են դառնան որոշակի 10-ից 20-ից լավը լինեն, պետք է աշխատեն իրենց վրա։ Գոյություն ունեն նաև ինստիտուտներում դեռ սովորելու ընթացքում վերապատրաստման կուրսեր, որը պրակտիկ բժիշկների համար է, որը ինստիտուտում նույն պետական համալսարանում կազմակերպվում է եւ անվճար ուսանողներին բերում են փորձառու բժիշկների հետ կուրսեր լսելու։ Կարենի մասին ավելի լավ պատկերացում ստանալու համար նայենք էկրանին։ Կարեն Սարգսյան, 27 տարեկան, ատամնաբույժ է։ Ուսումն ավարտելուց հետո մի քանի կլինիկաներում անցել է փորձաշրջան։ Իրեն համարում է հանգիստ, հարմարվող ու նպատակասլաց անձնավորություն։ Իր կատարած աշխատանքի համար ակնկալում է ստանալ աշխատավարձ 100,000 դրամի սահմաններում։ Ցանկանում է աշխատել որպես ատամնաբույժ։ Այսօր ատամնաբույժի մոտ գնալը բավականին թանկ հաճույք է։ Արդյոք դա չի պակասեցնում ձեր հաճախորդների քանակը։ Որոշակի առումով կա։ Դա երկրի կարգավիճակից է, որ բոլոր տեսակի մասնագիտություններում էլ մարդիկ կոնկրետ բժիշկի գնում են, մինչև դանակը ոսկորին չի հասնում։ Եթե աշխատավարձները բավական ցածր են, իհարկե վճարունակ չեն, ու ամեն անգամ թանկանում է տարբեր տեսակի նյութերը։ Հասկանալի։ Իսկ ասենք Կարենը աշխատում է որպես պրակտիկանտ ու գալիս է հաճախորդ։ Որքանով նրան հաճելի կլինի այցը պրակտիկանտի մոտ։ Միանգամից հիվանդին չեն նստացնում ստաժորի մոտ։ Հիվանդը հասկանում է, որ նայում է, ստաժորը դեռ փորձ չունի, աշխատանքի ընթացքում ասում է, տես սա բացատրում եւ այլ, ասում է մի հատ փորձի։ Բժիշկի հսկողության տակ է դա արվում, որ հիվանդին չվնասի, ինքն իրեն չվնասի, ու դա մինչև դրան հասնելը բավական երկար ժամանակ նա պետք է տեսողական փորձ ունենա։ Ամենակարևորը ինքնակրթությունն է, այսինքն ոչ թե այն կրթությունը միայն, որը մենք ստանում ենք դպրոցներից կամ բուհերից, այլ որ մարդ ամեն օր իր վրա պետք է աշխատի եւ կրթի ինքը իրեն, որպեսզի նա անընդհատ լինի համապատասխան վիճակում։ Իսկ ինչ կասեք թեստի մասին, որ կետեր առանձին ուշադրություն են գրավում ձեզ մոտ։ Գիտեք, լինում է դեպքեր, որ ճիշտ չեն ընտրում մասնագիտություն։ Սիրում են, տեսել են կամ ծնողները, բարեկամները ինչ որ մեկը մի որոշակի մասնագիտության են, նույն կոնկրետ բժշկության, բայց իրանց մեջ չկա այդ ճյուղը։ Պատասխանների վրա հիմնվելով համենայն դեպս դա է գալիս, բայց մենք նաև պետք է զրուցենք երիտասարդի հետ, գուցե գիտեք, շատ հաճախ տեսները ոնց են լինում, մարդը հասկանում է, որ այս պատասխանը ավելի լավն է եւ նա այդ պատասխանն է տալիս, մինչդեռ արդյոք տված պատասխանը եւ իր ներքին վիճակը, իր պահելաձևը, իր վերաբերմունքը կյանքի նկատմամբ համապատասխանում է հարցին, թե ոչ։ Եկեք կանչենք Կարենին մեզ մոտ եւ շարունակենք զրույցը իր ներկայությամբ։ Կարեն, համեցեք մեզ մոտ։ Դու ուսումը սկսեցիր պետական հավաստագիր ունեցող բուհում, հետո փոխեցիր բժշկական համալսարան, ինչու՞։ Դա անհրաժեշտ էր, որպեսզի ես լիցենզիա ունենալու համար ես պետք է սովորեի։ Փորձել ես դիմել աշխատատեղերի համար որևէ տեղ։
Եվ ինչ պատասխան է ստացել։ Բազում տեղեր եմ դիմել, շատ, դա չեմ կարող հաշվել, ուղղակի։ Տեղեր եղել են, որ մերժել են, տեղ եղել է, որ ես դա փորձել եմ, հետո հասկացել եմ այդ իմ որոշած տեղը դա անիմաստ է, որտեվ ես չէի կարող դրան հասնել, ինչ որ նրանք առաջարկում էին։ Իսկ այդ ինչ էր, որ չկարողացաք հասնել, Կարեն ջան։ Ես մեր մոտ Արտաշատում գնացել էի ատամնաբուժական կլինիկա, խոսացել էի տնօրենի հետ, որպեսզի անցնեի պրակտիկ եւ որպես ստաժորի կարգավիճակով եւ հետագայում այնտեղ աշխատելու։ Ես մի ընդհանուր հաշված մի 6-7 ամիս այնտեղ անցել եմ դա։ Դրական պատասխան տնօրենից չստանալով ես որոշեցի այնտեղից դուրս գալ, որտեվ զգացի, որ ինձ աշխատակամ չեն ապահովի հետագայում։ Կարեն ջան, դուք զգացիք, թե կոնկրետ հարց եք տվել, կոնկրետ պատասխան եք։ Գիտեք, զգալով մի քիչ գուցե այդքան ճիշտ չի, դուք որ ընդունվում եք իբրև ստաժոր, որևէ պայմանագիր եք կապել կամ ոչ մի բան չէիք արել։ Գուցե դուք պետք է պայմանագրի նման իսկ եթե խնդրեիք տնօրենին։ Ոչ, դա իմ կարծիքով սխալ կլիներ։ Կարեն, իսկ փորձել ես պետական պոլիկլինիկայում։ Այո, ես 7 ամիս ես աշխատել եմ պետական պետպատվերի կարգավիճակով ատամնաբուժական կլինիկայում, այնտեղ իմ կարծիքով հարուստ փորձ եմ ձեռք բերել։ Իսկ ի՞նչն էր պատճառը, որ այդ 6 ամսից հետո էլ չաշխատեցիք։ Ես ճիշտ ասած այն ժամանակ դեռ սովորում էի, պետք է նոր ընդունվեի կլինիկական արձինատուրը եւ այնքան էլ նպատակ չունեի հələ որ օրինակ աշխատելու, դեռ հələ ուզում էի ավելի փորձ ձեռք բերել, որպեսզի ավելի կարողանամ ավելի ճիշտ աշխատել։ Ինչից եք որոշել, որ ուզում եք դառնալ ստոմատոլոգ։ Կարող եմ մի քիչ ծնողների կարծիքներ, բայց դա ժամանակը ցույց տվեց, ես ինձ վրա զգացի, որ դա իմ սիրված մասնագիտությունն է, այդ մասնագիտությունը ինձ չի վանում։ Հատկապես որ փաստն ես դու առաջնային համարում ապագա աշխատատեղի հարցում, անձնակազմը, ղեկավարի վերաբերմունքը, մթնոլորտը։ Ես կասեի բոլորը միասին։ Տեսեք, այդ դուք ստեղ պատասխանում եք, որ անընդհատ առաջ եք շարժվում, էներգիան մտածված եք ծախսում։ Ինձ ավելի հաճելի է, երբ լսում եմ դիմացինից կամ հետևում նրա գործողություններին կամ են, որ ձեզ են։ Դուք այդ հատկությունները կիրառել եք, երբ որ դուք աշխատել եք, կամ ոչ չեք աշխատել, ստաժոր եք եղել։ Մեծամասնությամբ այո, Ինչով արտահայտվել ձեր առաջ գնալը։ Ես բնույթով այնպիսի մարդ եմ, որ սիրում եմ նորանոր բաներ դիտել, նորանոր բաներ իմանալ, ինֆորմացիա, որտեվ հասկանում եմ, որ դա է ապագան մեր, քանի որ եթե ինֆորմացված ես, ուրեմն զինված ես, դա է կարևոր։ Ձեզ ո՞նց է թվում, Կարեն ջան, դուք այսօրվա օրով եք ապրում, թե մի քիչ երազկոտ եք ավելի։ Անցյալում ավելի շատ, բայց հիմա ավելի քիչ, քանի որ իրականությունը ուրիշ է, էլի երազանքից տարբերվում է շատ մեծ։ Ձեր այդ բնավորության գիծը, որ դուք երազկոտ եք ավելի, նա չի խանգարում դες իրականության մեջ ադապտացվելու։ Կարծիքով ոչ։ Ինչ պրակտիկ ռեալ խորհուրդ կտաք Կարենին։ Խորհուրդ կտամ գնալ այն կլինիկան, որտեղ որ դուք չեք գտել ճիշտ, որ աշխատեք, որ ձեզ միջամտել են, ձեր խնդրանքը կատարել են, որ անվճար մնաք, որոշակի ամիսներ եղել եք ու ձեր առաջխաղացման համար որոշել եք, որ ստեղ հարմար չի։ Դա նայած բան է, որ պետք է տարիներ շարունակ, եթե ձեզ թույլ են տալիս անվճար, դուք էլ չվճարեք, ձեզ էլ չվճարեն ու գոնե տեսական հիվանդին էլ չմոտենաք, հիվանդի կողքը կանգնեք, նայեք, բավական շատ, ինչքան նայեք, դա ամեն մի օրը, եթե մի քանի հիվանդ նայում եք, համարեք մի քանի թերթ կարդացել եք։ Կարեն ջան, բայց մի երազեք այդ պահին։ Նա չեմ երազել։ Ուրեմն առանց երազելու գնանք գործատուների մոտ։ Այո։ Գնացինք։ Այո։ Ըստ իս Կարենի խնդիրը կայանում է նրանում, որ նա գործատուի մոտ գնալուց պետք է շատ վստահ մտնի իրեն մոտ, որ գործատուն էլ վստահի իրեն գործանել։ Ուզեմ, որ բոլոր նոր շրջանավարտները կարողանան այդ փորձ ձեռք բերեն ու բավական շուտ լինի։
Բան ու գործ հաղորդման շրջանակներում առաջարկում ենք հետևյալ թափուր աշխատատեղերը։ Հեռախոսավարուհի 75,000 դրամ, վաճառքի մենեջեր 85,000 դրամ, ներգնա տուր մենեջեր 40,000 դրամ եւ բոնուսներ։ Բուժօգնության դիմելու անհրաժեշտության դեպքում համեմատաբար ավելի շատ դեպքերում չեն դիմել բուժօգնության կանայք, 46-ից ավելի տարիքի անձինք, բարձրագույն եւ ավելի բարձր կրթամակարդակով անձինք, ցածր բարեկեցությամբ անձինք։ Բուժօգնության կարիքի գիտակցման դեպքում բուժօգնության չդիմելու ամենատարածված պատճառը ֆինանսականն է։ Բոլոր գրանցված դեպքերի 78,9%-ը։ Տարածվածությամբ հաջորդ պատճառն է ժամանակի սղությունը 10,7%։ Stone Line SPE ատամնաբույժ պարտականություններն են. սպասարկել հաճախորդներին, ցույց տալ օգնություն, կատարել համապատասխան բուժումներ։ Աշխատանքային ժամերն են 9-ից 19, կիրակին ոչ աշխատանքային է։ Աշխատանքային փորձը ցանկալի է։ Մենք մոտենում ենք Stone-Line ստոմատոլոգիական կլինիկային։ Այստեղ գտնվում է մեր առաջին գործատեն։ Բարեձեզ, մենք եկել ենք աշխատանքի համար, Շատ լավ պայմանավորված եք։ Այո։ Ես հիմա կողերից եմ։ Հաջողություն եմ մաղթում։ Կարող եմ ես ծանոթանալ աշխատանքային պայմանների հետ։ Պատրաստված լինի, աշխատած լինի առաջին հերթին, կամ եթե անգամ ոչ, փորձաշրջան պետք է անցնի, 1 ամիս է տևելու փորձաշրջանը, իսկ աշխատանքային օրերը ամեն օր բացի կիրակի օրից առավոտյան 9-ից մինչև երեկոյան 7-ը։ Վերապատրաստում որևէ նախատեսվում է կամ ոնց է ձեզ մոտ ընդունելության կարգը։ 1 ամիս փորձաշրջանից հետո կորոշվի վերապատրաստվում է թե ոչ։ Մանրամասները արդեն տնօրենն է որոշում։ Շատ լավ, շնորհակալություն։ Ինչ պատասխանում եք, դրական թե պատասխան։ Պատասխանը դրական է։ Կարելի է։ Իհարկե, մեր մասնակիցը համապատասխանում է դրած բաժաններին։ Դե բժիշկը ես ինչպես հասկացա նոր ավարտել, Այո։ այն նախնական գիտելիքները, որ ինքը մեր համալսարանում ստացել է, դեռ չի բավարարում, որ մեր կլինիկայում աշխատի։ Ու երևի թե կարելի է բժշկին աջակցել այն մեթոդներով, որ մենք ենք աշխատում, միգուցե աջակցենք, որ տիրապետի այդ մեթոդներին, նոր փորձենք ինչ-որ բաներ օգտակար։ Այսինքն մակարդակի տարբերություն կա որոշակի։ Հա, ինքը նախնական գիտելիքներ ունի, բայց դեռ քիչ է։ Լավ, շնորհակալություն։ Խնդրեմ։ Տեսեցու։ Դելյուքս ատամնաբուժական կենտրոն, ատամնաբուժ, պարտականություններն են, սպասարկել հաճախորդներին, լսել նրանց խնդիրներն ու նորագույն տեխնոլոգիաներով կատարել բուժում։ Աշխատանքը հերթափոխային է 9-ից 15-ը և 15-ից 21-ը։ Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց ոչ պարտադիր։ Բարեձեզ, մենք աշխատանքի համար ենք եկել, տնօրենին հետ հաստատություն պետք է անցնենք։ Ուղեկցեք, խնդրեմ, որտեղ։ Մինչ մասնակիցը հարցազրույց անցնում, ծանոթացնեմ ձեզ կլինիկայի պայմանների հետ։ Կլինիկայում բժիշկները աշխատում են նորագույն մեթոդներով։ Աշխատանքը 2 հերթով է, առավոտյան 9-ից մինչև ժամը 3-ը եւ 3-ից մինչև երեկոյան ժամը 21-ը։ Հարցազրույցը ավարտվեց յոգուտ քեզ։ Կարելի ասել է եւ այսպես։ Սպասի ինձ մի քիչ, ես տնօրենին։ Ինչո՞վ ավարտվեց հարցազրույցը։ Հարցազրույցը ավարտվեց նրանով կաշխատի Երևա։ Ընթացքում մենք կհետևենք իրան ինչ որ եթե թերացումներ ունենա, սովորացնենք, շտկենք։ Լավ, շնորհակալություն։ Նարե Դենտ, ատամնաբույժ, պարտականություններն են, սպասարկել հաճախորդներին, հետազոտելուց հետո կատարել համապատասխան բուժում։
Աշխատանքային ժամերն են 10-ից 18, ժամը 1-ից 2-ը ընդմիջում։ Կիրակին հանգստյան օրն է։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք մոտենում ենք Նարեդենտ ատամնաբուժական կենտրոնին։ Այստեղ գտնվում է մեր երրորդ գործատուն։ Բարև ձեզ, մենք եկել ենք աշխատանքի համար, պետք է տնօրենի հետ հարցազրույց։ Սիրով կարող ենք ուղեկցել գնացին։ Ինչ նորություն, ինչ պատասխան ստացել։ Պատասխանը դրական էր, դեռ կորոշեմ 2 օրվա ընթացքում եւ պատասխանը Խոյակապ, սպասիր մի քիչ, ես մտնեմ տնօրենին։ Կարելի է։ Իհարկե այո։ Ինչով անցավ հարցազրույցը։ Լրիվ դրական է։ Լրիվ դրական։ Նորմալ է։ 2 օրվա ընթացքում ինքը պետք է որոշի, որոշումը իր վրա արդեն։ Այսինքն նրա հմտությունները ու մարդկային հատկանիշները ձեզ հիմա միանգամից չես կարա իմանաս։ Մնացածը ընթացքում երևի։ Այսինքն ինքը փորձաշրջանատիպի բան է նշանակել։ 2 օրվա ընթացքում ինքը ինչ պատասխան պետք է ասի, ուզում է թե չի ուզում։ Մոտ մի 10 օրվա ընթացքում փորձաշրջան ու արդեն վերջնական կիմանանք։ Մենք էլ ինքն էլ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Երրորդ գործատուի մոտ պատասխանը դրական էր։ Ամեն ինչ կախված է Կարենի որոշումից։ Կարեն, դու ինչ որոշեցիր։ Որոշեցիմ 2-3 օրվա ընթացքում վերջնական որոշումը իրենց կներկայացնեմ։ Իսկ ինչու 2-3 օր մտածելու բան կա։ Պետք է ընտրություն կատարեմ, էլի։ Ամբողջական թե ես դրույքով աշխատելու համար։ Այդ։ Ուղղակի, ասենք, գումարային եւ ֆինանսական հարցերով։ Այո։ Կարեն Սարգսյանը հարցազրույցներ անցավ բոլոր 3 գործատուների հետ։ Եվ առաջինը եւ երկրորդը կարևորելով նորագույն տեխնոլոգիաները Կարենի փորձը եւ գիտելիքները համարեցին թերի իր աշխատակիցը տեսնելու համար։ Երրորդ գործատուն Կարենին փորձաշրջան առաջարկեց, հույսով եմ, որ այդ փորձաշրջանը անցնելուց հետո նա կանցնի մշտական աշխատանքի։ Եվ մենք շուտով բոլորս ականատես կլինենք Կարեն Սարգսյանի կայացմանը որպես ստոմատոլոգ։ Եթե դուք եք աշխատանք փնտրում, զանգահարեք 060 50 33 17 հեռախոսահամարով, գրեք նամակները էլեկտրոնային հասցեին եւ մեր Facebook-յան պաշտոնական էջին։ Շարունակեք որոնել եւ դուք էլ կգտնեք ձեր բանու գործը։